Ես այսօր ավարտում եմ 9-րդ դասարանը Անիկա։ Գնալու իմ հարազատ դպրոցից, որտեղ անցել եմ ամուսնությունս։ Դե ավելի լավ, ես էլ եմ ուզում մեծանալ ու ավարտել դպրոցը, որ էլ դասեր չանեմ։ Ես Անիկա, ես էլ էի այդպես մտածում, կապում էի մեծանալը, որ պայուսակս թեթև լինի, դասամիջոցները երկար ու դաս չհարցնեն։ Իսկ այսօր վերջին անգամ եմ, որպես աշակերտ լինում իմ հարազատ դպրոցում։ Արամ, իսկ ինչ ես անելու 9-րդ դասարանն ավարտելուց հետո, հիմա արդեն ասապես կարող ես ամբողջ օրը խաղալ։ Տես Անիտա, հիմա խաղալու ժամանակը չէ, պետք է շարունակեմ կրթությունս հաջորդ կրթական մակարդակում, որպեսզի ընտրեմ իմ ապագա մասնագիտությունը։ Բայց դեռ երկար պիտի սովորես, չես օգնել դասերին։ Սովորելը երբեք չպետք է օգնեցնի, քանի որ աշխարհը զարգացած մարդկանց կարիք ունի, իսկ հետո պետք է բարդս տամ հայրենիքին, որպեսզի դու ու քո ընկերները կարողանաք հանգիստ սովորել ու խաղալ։ Վայ, դու զինվոր ես դառնալու, իսկ հետո։ Հետո կամարտեմ համալսարանը, որոշել եմ լավ մասնագետ դառնալ, որ պիտանի լինեմ իմ երկրին ու իմ քաղաքին, որ հետո հպարտությամբ ասեմ, թե այս դպրոցի սանն եմ եղել։ Ուրեմն դու շատ կարևոր գործեր ես անելու, իսկ ես ինչ անեմ, որ քեզ օգնեմ։ Դու էլ պիտի լավ սովորես, լսես ուսուցիչներին ու քեզ խելոք պահես։ Մենք ձեզ ենք վստահում մեր հարազատ դպրոցը։ Խոստանում եմ Արամ, ես շատ լավ կսովորեմ, լավ կպահեմ ձեր նստարանները, կջրեմ բակի ծաղիկները, որ նրանք չթավանեն։ Ապրես Անիկա։ Իսկ հիմա ժամանակն է, պետք է սկսենք մեր ավարտական միջոցառումը։ Բեմ հրավիրենք մեր դպրոցի տնօրեն ընկեր Մարգարյանին, որպեսզի թույլ տա սկսել ավարտական միջոցառումը։ Ողջունում եմ բոլորիդ, հարգարժան պարոն փոխմարզպետ, մեր շատ սիրելի համայնքապետ, գործընկերներ, ներկաներ, տատիկներ, պապիկներ, քույր ու եղբայրներ։ Դուք նկատել եք, որ այսօր ծիածանը ճեղքել է շողը արևի ու ծակեցակ են մեր բոլորի ժպիտները, որովհետև այսօր կրկին տոն է մեզ համար, որովհետև այսօր ցնցում է կրկին մեր չքնաղ վայք համայնքի շնչող ոգին։ Այսօր վայքի հիմնական դպրոցի գեղանի աղջիկներն ու խելացի պատանիներն իրենց 9-ամյա ուսումնառության ամենագեղեցիկ և հուզարատ օրն են ապրում։ Այն գիտակցմամբ, որ կրթական աստիճան են փոխելու և պիտի շարունակեն վեր բարձրանալ գիտելիքի հորթբորդ սանդուղքով, ճեղքելով, նվաճելով մեծ հորիզոններ։ Բայց մինչ մեր օրվա հերոսներին բեմահարթակ հրավիրելը, ուզում եմ սիրով ընթերցել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ պարոն Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը։ Սիրելի շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ վերջին զանգյանը։ Դպրոցական տարիների էջը շրջելով դուք կանգնած եք կյանքի մեկ այլ կարևորագույն ճամփաբաժնում, լի մարտահրավերների հաղթահարմամբ, նպատակների սահմանմամբ, առաջնահերթությունների որոշմամբ։ Լիանհույս է, որ դպրոցական տարիներին ձեռք բերած գիտելիքները
լավագույն արժեքների վրա խարսխված դաստիարակությունը դառնալու են այն հուսալի և ամուր պատվարը, այն անսխալ ուղեցույցը, որ առաջնորդելու են ձեզ դեպի բարձունքներ ու հաղթանակներ, դեպի խենթ երազանքների իրականացում կամ հստակ նախանշած նպատակների իրագործում։ Սիրելի շրջանավարտներ, շարունակեք վստահ քայլել գիտելիքի ձեռքբերման ճանապարհով, կատարելագործել ձեր հմտությունները, նվաճել նոր հորիզոններ, դրսևորել ձեր կարողությունները, բացահայտել նոր հնարավորություններ և զարմանալի աշխարհներ, իշահ ձեր անձնական առաջընթացի և մեր երկրի հզորացմանն ու բարօրության։ Համոզված եմ, որ ձեր շրջահայացությամբ և խելամտությամբ, ներուժով ու գիտելիքներով, բարձր պատասխանատվությամբ ու հայրենասիրությամբ, ազնիվ մղումներով և վեհ արժեքներով, ապագայի հանդեպ լավատեսությամբ, հետագայում կնպաստեք մեր հասարակության կայուն զարգացմանը, հայրենիքի շնացնելու նախաձեռնություններին։ Սիրելի ուսուցիչներ, այսօր նաև ձեզ շնորհավորելու օրն է, երիտասարդ սերնդին կրթելու և դաստիարակելու կարևորագույն առաքելության ընթացքում ձեր ներդրած ջանքերը, անսահման նվիրվածությունը, անսպանդ հոգատարությունը, սահմանած բարձր նշաձողերը վերստին գնահատելու և արժևորելու օրն է։ Թող ձեր սաների հաջողությունները և ձեռքբերումները լինեն ձեր աշխատանքի ամենամեծ գնահատականը, նրանց ողունակությունն ու նվաճումները, լավագույն բացատրությունը։ Բարի երդ ձեզ, սիրելի շրջանավարտներ, հիշեք, մեծ հաղթանակներն սկսում են հավատից, աշխատասիրությունից և երբեք չհանձնվելու հաստատակամությունից։ Վարքի հիմնական դպրոցի 9-րդ B դասարանի ավարտական միջոցառումը հայտարարում եմ բացված։ Բայց մեր ջանքերի շնորհիվ նրանք հաղթահարեցին ամեն ինչ։ Եվ ահա 9 տարի անց այդ խումբը պատրաստ է վերջին զանգին։ Դիմավորենք նրանց։ Բեմ են հրավիրվում 2026 թվականի 9-րդ B դասարանի շրջանավարտները։
play for the money he wins. He done play for respect. He deals the cards to find the answer. The sacred geometry of chance. The hidden law of a probable outcome. And no one's need a dance. You know that the spades are the swords of a soldier. I know that the clubs are weapons of war. I know that diamonds mean money for this art, but that's not the shape of my heart. He may play the jack of diamonds. He may lay the queen of spades. He may conceal a king in his hand, while the memory of it fades. I know that the spades are the swords of a soldier. I know that the clubs are weapons of war. I know that diamonds mean money for this art, but that's not the shape of my heart. That's not the shape of my heart. If I told you that I loved you, it made me think there's something wrong. I'm not a man, but too many faces, and that's how we're as one. Although speak no nothing, and find out to their cost. Like those who curse their luck in too many places, and those who feel lost. I know that the spades are the swords of a soldier. I know that the clubs are weapons of war. I know that diamonds mean money for this art, but that's not the shape of my heart. That's not the shape of my heart. That's not the shape of my heart. Արգելի տնօրինություն, ուսուցիչներ, ծնողներ և հյուրեր, ավարտական զանգին նվիրված այս հանդիսավոր միջոցառումը հայտարարում ենք բացված։
ողջունում ենք բոլորին ներկա գտնվելու համար։ Այսօր այս դահլիճում տիրում է մի առանձնահատուկ ջերմություն, բայց եւ մի թեթև տխրություն։ Այսօր այն օրն է, երբ ժամանակը կարծես կանգ է առել, ստիպելու մեզ հետ հայացք գցել անցած 9 տարիներին։ Այո, պատասխանատու եւ հուզիչ օր է բոլորիս համար։ Թվում է թե դեռ երեկ էր, եւ ծաղկե փնջերը ձեռքից մի փոքր վախեցած, բայց հետաքրքրասեր հայացքներով առաջին անգամ մտանք դպրոցի շեմից ներս։ Այդ օրվանից դպրոցը դարձավ մեր երկրորդ տունը, իսկ դասարանը մեր մեծ ընտանիքը։ Այսօր հրաժեշտի օր է։ Մենք հրաժեշտ ենք տալիս մեր մանկության ամենապայծառ էջին։ Հրաժեշտ ենք տալիս այս հարազատ պատերին, որոնք լսել են մեր ծիծաղը, տեսել մեր առաջին հաջողություններն ու անգամ փոքրիկ հիասթափությունները, բայց սա միայն ավարտ չէ, սա մեկ այլ առավել պատասխանատու կյանքի նոր սկիզբ է։ Դպրոցական զանգ, այն մեզ կանչել է դասի, ազդարել է դասամիջոցների մասին, բայց այսօրվա վերջին զանգն ուրիշ է, այն հիշողությունների ու երազանքների զանգն է, այն մեզ կանչում է դեպի անհայտ ու հետաքրքիր ապագա, թող այս ցերեկույթը դառնա մեր անհոգ տարիների գեղեցիկ ամփոփումը, բարի գալուստ մեր հրաժեշտի ցերեկույթին։ Այսօր մեր դպրոցում շատ է խոսվելու վերջին հանդիպումից, վերջին զանգից, սակայն մենք ուզում ենք վերը գնահատել մարդու ամենագլխավոր զգացմունքներից մեկը՝ սերը, եւ խոսել ձեզ հետ սիրո լեզվով եւ սիրո մասին։ Այսօր մեզ մոտ սիրո խոստովանության ցերեկույթ է։ Մեր սիրո խոստովանությունը սկսվելու է հայրենիքից եւ հայ զինվորից։ Հայաստան, քո հողն է իմ հիմքը, գոյությունդ ուժս, մեր հետ ուժելն է նպատակս։ Հայրենիքի հանդեպ անկեղծ սերը կոչվում է հայրենասիրություն։ Այդ զգացումը անհատականության անբաժանելի մասն է, որի վրա է հիմնված քաղաքակիրթ հասարակության կյանքը։ Հայրենիքի հանդեպ սերը մարդու մեծագույն զգացմունքներից ամենագեղեցիկն է։ Հայաստան չեմ, ցավ է տանեմ, դու միշտ եղիր իր արյունն ու կյանքը, իր սերն ու նվիրումը տվող, քեզնով շնչով եւ քեզ համար արարողներով ապրիր, դու միայն եղիր, ի հեճուկս բոլոր թշնամիների դու քանդողներիդ եղիր։ Միթե հայր Հարգելի հյուրեր, խնդրում եմ, միայն երգերից եւ բարերից հետո ծափահարեք, թե չէ մեր միջոցառումը շատ կերկար։ Շնորհակալություն։ Միթե հայրենասիրություն չէ, որ պատրաստում սահմանին կանգնած տղերքը անսպառ ապրելուցանքություն սրտում։ Դուրս են եկել մահիդեմ եւ կռվում էին չլիրով կրակոցների, ռումբերի, տանկերի ձայն երկար։ Կռվում էին, որպեսզի մենք ապրեինք եւ շարունակեինք արել մեր հայրենի ողջ, որ կանգնեինք այդ բեմին եւ խոսեինք հայրենիքի սիրո մասին։ Հայ զինվոր, հայացքներս են քաղում առասպած, թողին կատարածի յուրաքանչյուրիս կամքը, խաղաղությունը շուտապույտ հաստատվի մեր սահմաններին, մեր բռունցն ենք միացնում քոնին, մենք միացնենք ու մենք պիտի հաղթենք, բարի վերադարձ մեր զինվորներ։ Մինչ շատերի համար հայրենասիրությունը սկսվում է դասագրքերի էջերից, ինձ համար այն սկսվում է տան միջանցքում կախած զինվորական ամազգեստից։ Այդ արժեքը ինձ համար ուղեցույց է եղել դեռ մանկության օրերից։ Այլս ինձ փոքր ժամանակվանից սովորեցրել է, որ հայրենասիրությունը դա բարձրագույն խոսքեր ասելը չէ, այլ քո գործը շատ լավ կատարելը եւ այսօր հայրիկի եւ մնացած բաների շնորհիվ է, որ մենք այս խաղաղ երկնքի տակ կարող ենք նշել մեր վերջին զանգը։
Այնտեղ, որտեղ արփանին ալիքներն է զարկում ժայռերին, իսկ լեռները հպատ կանգնած են որպես անարիք պահապաններ, փրկված է մեր հարազատ ու ջերմ քաղաքը, Բայքը։ Մեր քաղաքը փոքր է իր չափերով, բայց ըստ իր հյուրընկալությամբ, իր մաքուր օդով ու անկոտրում ոգով։ Բայք դու մեր սկիզբն ես, մեր տունը, մեր ամուսան անփոխանելի օրանը։ Եվ ահա մեր սիրելի քաղաքի հենց սրտում, որտեղ բաբախում է գիտելիքի զարկերակը, գտնվում է մեր կրթօջախը, Բայքի հիմնական դպրոցը։ Սա պարզապես շենք չէ, սա մեր երկրորդ տունն է, որտեղ տարիներ շարունակ կոփվել է մեր միտքն ու ոգին, մեր դպրոցը մեր կյանքի դարբնոցն է։ Այստեղ մենք սովորել ենք ոչ միայն գրել ու կարդալ, այլև սիրել, ընկերություն անել եւ լինել արժանապատիվ մարդ։ Շնորհակալ եմ քեզ, սիրելի դպրոց, քո լուսավոր միջանցքների, քո հարազատ դասարանների եւ այն անսահման ջերմության համար, որով մեզ ճանապարհ է դնում մեկ այլ կրթական օջախ։ Հարգելի համակարգ պարոն Մաթեոսյան, շնորհակալ եմ մեր քաղաքի հանդեպ ցուցաբերած հոգատարության համար։ Շարունակեք շենացնել մեր քաղաքը, իսկ մենք որպես Բայքի ապակատերեր խոստանում ենք բարձր վայել մեր քաղաքի եւ համայնքի պատիվը։ Շարունակելով ձեր սկսած շնորհակալ գործը։
Սիրելի ծնողներ, այսօր երբ հնչում է մեր վերջին զանգը, հասկանում ենք, որ ավարտվում են դպրոցական 9 տարիները, բայց մի բան երբեք չի ավարտվում՝ ընտանիքի սերը։ Ընտանիքը մեր առաջին դպրոցն է, այնտեղ ենք սովորել, քայլել, խոսել, սիրել, հարգել։ Մայրիկի հոգատար հայացք եւ հայրիկի ամուր ուսը մեզ ուժ է տվել հաղթահարելու ամեն դժվարություն։ Երբ մենք կասկածել ենք ինքնես մեզ, դուք մեզ հավատացել եք, երբ ընկել ենք, օգնել եք կանգնել։ Այդ տարիների ընթացքում դուք անհանգստացել եք մեր գնահատականների համար, սպասել եք մեր վերադարձին, ուրախացել եք մեր հաջողություններով եւ տխրել մեր անհաջողություններով։ Մեր յուրաքանչյուր ձեռքբերման ձեր անքուն գիշերներն են, ձեր աշխատանքը, ձեր համբերությունն ու անսահման սերը։ Այսօր մենք կանգնած ենք նոր ճանապարհի սկզբում, գուցե վախ կա, գուցե անորոշություն, բայց մի բան հաստատ գիտենք, մեր մեջ ձեր դաստիարակությունները, ձեր արժեքներն ու խորհուրդները, դուք մեզ սովորեցիք լինել մարդ, ազնիվ, բարի, աշխատասեր։ Շնորհակալ ենք ձեզ ամեն ինչի համար, շնորհակալ ենք սիրելու, ներելու, սպասելու եւ միշտ մեր կողքին լինելու համար։ Ներեցեք մեզ, մեր բոլոր այս սխալների համար, որոնք ձեզ հավ են պատճառել, մեր ատեղի համառության ու չլսված խորհուրդների համար։ Ներեցեք, որ հաճախ ստիպել ենք ձեզ անհանգստանալ, անքուն գիշերներ անցկացնել ու հուզվել մեր անպատասխանատու քայլերի պատճառով։ Ներեցեք մեր բարձր ձայնի, մեր անհնազանդության ու այն պահերի համար, երբ չեն գնահատել ձեր հոգատարությունը։ Ներեցեք ձեր սիրտը կոտրելու, ձեր հոգին տագնապով լցնելու համար։ Մենք գիտենք, որ մեր պատճառով շատ եք տխրել, բայց խնդրում ենք ներեք մեզ մեր մանկական միամտության ու ապուտության համար։ Yeah.
փոխվեն ժամանակները, սովորություններն ու մարդիկ, որքան էլ մեծանանք ու ինքներս էլ փոխվենք, միևնույնն է, բոլոր ժամանակների համար կա մի անփոփոխ արժեք՝ ընկերություն։ Ընկերությունը միասին անցած ճանապարհն է, ծաղներով լցված դասամիջոցներ, գաղտնիքներ, որ պահվել են միայն մեր միջև, քնությունից առաջ անհանգիստ հայացքներ և հաղթանակից հետո անկեղծ ուրախություն։ Դուք եղել եք իմ ուժը դժվար պահերին, իմ ուրախությունը պայծառ օրերին և իմ քաջալերանքը անհաջողությունների ժամանակ։ Մենք միասին ենք մեծացել, միասին սխալվել ու սովորել, միասին երազել։ Դպրոցական պատերի ներսում ծնված մեր ընկերությունը տարիների հետ չի մარი, որովհետև այն կառուցված է վստահության, հարգանքի և սիրո հիման վրա։ Այսօր երբ կանգնած ենք այստեղ, բոլորս էլ հասկանում ենք, որ գուցե դպրոցական տարիներին ամուսնության չեն գիտակցել։ Մենք միշտ չէ որ հասկացել ենք ընկերության իրականությունը։ Երբեմն նեղացել ենք մարուկներից, երբեմն լռել ենք այնտեղ, որտեղ պետք է խոսել, երբեմն չենք գնահատել այն մարդուն, ով կողքից էր ամեն օր։ Թվում է ժամանակը շատ է, թվում է դեռ կասնենք աճես, շնորհակալություն կամ ներողություն խնդրել։ Թող կյանքը մեզ տանի տարբեր ճանապարհներով, բայց մեր հիշողությունները միշտ միացնելու են մեզ։ Եվ եթե տարիներ հետո նորից հանդիպենք, մի հայացքը բավական կլինի հասկանալու համար, որ մեր սրտերում նույն ջերմություն է մնացել։ Շնորհակալ ենք ձեզ, մեր լավ ընկերներ, մեր կյանքի ամենագեղեցիկ տարիները կիսելու համար։
կանանց ենք խոնարհվում ձեր կատարած աշխատանքի առջև։ Ձեր ներդրումը մեր կրթության և դաստիարակության մեջ անգնահատելի։ Դուք ձևավորեցիք մեր մտածողությունը, արժեքները բապակային հանդեպ հավատում։ Շնորհակալություն ձեր նվիրվածության, բարձր առաքելության համար։ Մանկավարժ լինելը մասնագիտություն չէ, դա անձնազոհություն է։ Դուք ամեն օր ձեր սրտից մի կտոր եք դնում մեր մեջ, վառելով այն լույսը, որն ուղեկցելու է մեզ ողջ կյանքում։ Դուք այն լուրջ ճարտարապետերն եք, ովքեր կերտում են ոչ թե շենքերը, այլ մեր վաղվա օրը, մեր երկրի ապագան։ Սիրելի ուսուցիչներ, դժվար է բառերով արտահայտել երախտագիտությունը ձեր հանդեպ։ Շնորհակալ ենք ձեր անսահման համբերության, ամեն օր ժպիտով մեզ դիմավորելու և մեր հանաջողությունների պահին մեզ թևեր տալու համար։ Դուք մեր կյանքի այն լույս հերոսներն եք, ում տված դասերը ուղեկցելու են ողջ կյանքում։ Հարգելի տնօրեն, սիրելի Տիկին Մարգարյան, դուք մեր կրթօջախի այն ամուր հիմքն ու առանցքն եք, որի շուրջ պտտվում է մեր առօրյան։ Ձեր իմաստուն ղեկավարման և անսպառ համբերության շնորհիվ մեր դպրոցը ոչ թե պարզապես շենք է, այլ ջերմ ընտանիք։ Դուք մեր կրթական համակարգի գլխավոր երաշխավորն եք և մեր բոլոր ձեռքբերումների հեղինակը։ Շնորհակալություն, որ ձեր պատասխանատվությամբ և մայրական հոգատարությամբ ուղղորդել եք մեզ դեպի նորանոր հաջողությունները։ Շնորհակալություն ձեր վեհության և այն ուժի համար, որով պահում եք մեր դպրոցի բարձր անունը։ Դուք մեր գլխի վրա տեղ ունեք, որովհետև ձեր ուսերին է ծանրացած մեր ապագայի պատասխանատվությունը։ Այս ժպիտների ծափարությունները ձեզ են։ Այսօր մենք ուզում ենք երախտիկի խոսքեր ասել մի մարդու, ով տեսել է մեր ամենաառաջին քայլերն այս կրթօջախում։ Հարգելի պարոն Մնացականյան, դուք այն մարդն եք, ով տարիներ առաջ բացեց դպրոցի դռները մեր առաջ։ Թեև ժամանակեր փոխվել են պաշտոններն ու պարտականությունները, բայց մեր աչքերում դուք կմնաք այն առաջին հարազատները, որ բացեց դպրոցի դռները մեր առաջ։ Հարգելի պարոն Մնացականյան, դրանք շատ կարևոր աշխատանքի շնորհիվ մեր դպրոցը միշտ եղել է կարգավորված, ջերմ և հյուրընկալ։ Դուք այն մարդն եք, ով լուռ ու պատասխանատվությամբ ապահովում է դպրոցի ամենօրյա բնականոն ընթացքը։ Հարգելի ընկեր Աբելյան, դուք մեր դպրոցի այն ամրությունն եք, որի վրա հենված է ամբողջ ուսումնական համակարգը։ Եթե դպրոցը լիներ համակարգիչ, դուք հաստատ կլինեք նրա օպերացիոն համակարգը։ Ձեր շնորհիվ է, որ դասաուցակը չի վերածվում քաոսի։ Դուք այն դիսպեչերն եք, ով կարողանում է կառավարել բոլոր շտեղները դասամիջոցից մինչև քննություն առանց վթարների։ Մաղթում ենք, որ ձեր առողջությունը լինի ավելի ամուր, քան դպրոցի հիմքը, իսկ ժպիտն ավելի հաճախակի, քան զանգի ձայնը։ Շնորհակալություն, ընկեր Աբելյան։ Ղոյան, ձեր աշխատանքը հաճախ անտեսանելի է, բայց դրա արդյունքը զգում է յուրաքանչյուրս։ Դուք այն օղակն եք, որը կապում է ուսուցչին, աշակերտի և ծնողին, ստեղծելով միասնական և ամուր միջավայր։ Դուք մեր դպրոցի ներքին խաղաղության և կարգապահության գլխավոր երաշխավորն եք։ Թող ձեր էներգիան միշտ անսպառնի։ Իսկ աշակերտների սերն ու հարգանքը ձեր լավագույն բարձրացությունն է։ Երևի մեր թանկագին, մեզ երկրորդ մայր ընկեր Ստեփանյան։ Դուք այն բարի հեքիաթն եք, որով սկսվեց մեր դպրոցական կյանքը։
Ձեր համբերատար ձեռքով կօգնեցիք գրել առաջին տառը եւ կարդալ առաջին բառը, բայց ամենակարևորը սովորեցիք սիրել եւ ընկերություն անել։ Դուք կերտել եք մեր ապագան սկսելով դեռ ամենափոքր քայլերից։ Ձեր ամեն մի խոսքը սերմ է, որը տարիներս դառնում է մեծ ուժ եւ գիտելիք։ Շնորհակալություն, որ չեք քնել ձեր ժամանակն ու առողջությունը մեզ մաղ մեծացնելու համար։ Մաղթում ենք ձեզ անսպառ էներգիա եւ թող ձեր ամեն մի նոր դասարան ձեզ բարգեւի նույնքան սեր, որքան դուք եք տվել մեզ։ Շնորհակալություն Միկե Ստեփանյան։ Սիրելի գերավազան, այսօր մեր կյանքի ամենահիշարժան միևնույն ժամանակ ամենատխուր օրերից մեկն է։ Այս զանգը մեզ համար հնչում է ոչ միայն դասի ավարտ, այլ հրաժեշտ մեր անուք մանկությանը եւ այն հարազատ հարկին, որտեղ դուք մեզ դիմավորեցիք դեռ երեխա, իսկ այսօր ճանապարհում եք որպես հասուն մարդկանց։ Մենք հեռանում ենք ձեզանից ձևավորված անհատներ, այս կերպարանափոխության համար մենք պարտական ենք ձեզ։ Սիրելի դասվեք, շնորհակալ ենք այս դժվար ճանապարհին մեր ձեռքը բաց չթողնելու համար։ Դուք ոչ միայն ուղղորդեցիք մեզ, դուք մեզ հետ անցաք այս ճանապարհը, դառնալով մեր կյանքի մի մասնիկը։ Մենք մեզ հետ տանում ենք ձեր ժպիտը, ձեր բարի խորհուրդները եւ այն միսը, որով դուք ողողեցիք մեր պատանեկությունը։ Մենք ձեզ չենք ասում մնաք բարով, մենք ձեզ ասում ենք ցտեսություն, քանի որ ձեր դասերը մեր մեջ են, իսկ ձեր տեղը մեր սրտերում անփոխարին է։ Շնորհակալ ենք ձեր հոգատարության ու համբերության համար։ Շնորհակալ ենք, որ մեզ սիրեցիք այնպիսին, ինչպիսին կա։ Ձեր հավատը, որ մեզ այն յուրաքանչյուր այս դասարանում ունի ուրույն եւ ուղիղ, օգնում է մեզ հստակ քայլել դեպի ապագա։ Մենք ձեզ շնորհակալ ենք։ Սիրելի ընկեր Թոմասյան, դուք մեր կյանքի նախադասության մեջ ամենակարևոր ենթական եք, առանց որի մեր բոլոր ստորոգյալները կլինեին անիմաստ։ Ձեր տված գիտելիքները մեզ համար բարդ համադասական են, իսկ ձեր ժպիտը միակ զեղչումը, որի մենք միշտ սպասում ենք։ Խոստանում ենք չլինել անհորդոր բութեր եւ չխճճվել դեպայական դարսասների լաբիրինթում։ Դուք մեր սրտի բացահայտիչն եք եւ մեր մտքի որոշիչը։ Ընկեր Հարությունյան, դուք մեր կյանքի միակ երեգլոր բերդն եք, որովհետև ձեր տեսակը կանոններին չի ենթարկվում։ Դուք իսկապես բացառիկ եք։ Ձեր դասերին մեր գիտելիքները միշտ present continuous վիճակում են, անդադար։ Շնորհակալություն, որ մեզ սովորեցրել եք չխճճվել passive voice-ի մեջ եւ լինել մեր կյանքի ակտիվ գործող անձը։ Դուք մեր սրտի perfect ժամանակն եք։ Չեք մասեր, երիտասարդ էներգիա ու ամեն դասի նոր խնդիր։ Սիրելի ուսուցիչ ընկեր Ղազարյան, դուք մեզ սովորեցրել եք, որ կյանքում ամենակարճ ճանապարհը ուղիղ գիծը չէ, բայց ամենահաստատունը ուղղամիտ լինելն է։ Շնորհակալություն, որ սովորեցրել եք բազմապատկել հույսը, բաժանել հոգսերը եւ միշտ մնալ դրական նշանի տակ։ Ձեր շնորհիվ մենք գիտենք, որ մեր հաջողությունների շարավիղը կապված է մեր աշխատասիրությունից։ Թող ձեր կյանքի անկյունները միշտ լինեն սուր, միտքը սրելու համար եւ ուղիղ ճիշտ որոշումների համար։ Շնորհակալություն ընկեր Ղազարյան։ Սիրելի ընկեր Հովսեփյան, ձեր մեջ դոմինանտ գեները այնքան շատ են, որ նույնիսկ մեր ամենազոր ռեցեսիվ բաժինները սկսում են ակտիվանալ ձեր դասին։ Դուք մեր դպրոցի էկոհամակարգի ամենակարևոր օղակն եք։ Մենք խոստանում ենք չի ենթարկվել մուտացիաների եւ լինել ձեր գիտելիքների հավատարիմ ժառանգորդները։ Անցարիք ֆերմենտ եք, որ արագացնում է մեր ուղերի աշխատանք առած կողմնակի պատմությունների։ Մեր հարգանքը ձեր հանդեպ գրանցված է մեր տնտեսի մեջ եւ փոխանցվելու է սերնդեսել։ Սիրելի ընկեր Մանասյան, դուք մեր դպրոցական կյանքի կողմնացույցն եք, որը միշտ ցույց է տալիս դեպի գիտելիք տանող միջօրեականը։ Ձեր դասերի մեր հետաքրքրությունը բարձրանում է, զանզրույթը ենթարկվում էրոզիայի ու անհետանում։ Շնորհակալություն, որ մեզ սովորեցրեցիք չմոլորվել կյանքի լանդշաֆտներում եւ միշտ գտնել հաջողության կոորդինատները։ Դուք մեզ սրտի մարտհամակների միակ փոխարինելի տիրակալն եք։ Թող ձեր երջանկությունը լինի Էվերեստի պես անհասանելի տխրության համար եւ Մարիանյան անդունդի պես խորը ուրախության համար։ Շնորհակալություն ընկեր Մանասերյան։
Մեր ֆիզիկայի ընկեր Սիմոնյանը իսկական ցնցող ուժ է դասարանում։ Սիրելի ուսուցիչ, ձեր հանդեպ մեր ձգողության ուժն այնքան մեծ է, որ չնայած 7 ժամի հոգնածությանը, մենք միշտ անհամբեր սպասել ենք ձեր դասաժամին։ Ձեզ հետ նույնիսկ ծանրակշիռ օրենքներն ու բանաձևերը դառնում են հարթ ու թեթև, ինչպես առանց դիմադրության շարժվող մարմին։ Ասում ենք, որ ձեր կյանքում աշխատանքի օգտակար գործողության գործակիցը միշտ լինի առավելագույնը, իսկ տխրության տատանումները նվազագույնը։ Թող ձեր սրտի ջերմայշանը մեջ բարձր մնա մեր հանդեպ, իսկ մեր սերը ձեր հանդեպ թող լինի հաստատում մեծություն։ Մեր դպրոցի ամենահետաքրքիր ռեակցիաներից մեկն է։ Նրա դասերն անգամ ամենաբարձրը հեշտությամբ լսում են, իսկ մեր գիտելիքները օրեցօր մտնում են աճող ռեակցիայի մեջ։ Երբեմն մեր գլուխներում մի փոքր քաոս է լինում, բայց նա ամեն ինչ կարգի է բերում ճիշտ բանաձևով։ Շնորհակալ ենք ձեզ ընկեր Խաչատրյան, որ մեր գիտելիքների լաբորատորիայում միշտ ստեղծում եք հետաքրքիր փորձեր, եւ մեր հետաքրքրությունը քիմիա առարկայի հանդեպ երբեք չի քայքայում։ Պատմությունը անցյալ է, բայց մեր դասանում այն միշտ ներկա է։ Եթե դասը չսովորեի, պատմությունը կրկնվում է, իսկ եթե սովորեի, այն երբեք չէի մոռանում։ Դուք մեզ սովորեցրեցիք հասկանալ անցյալը, որպեսզի ճիշտ քայլանենք ապագայում։ Շնորհակալություն ընկեր Նիկոլյան մեր ժամանակի միջով առաջնորդելու համար։ Մեր դպրոցի ամենաբարձր եւ ամենահարգված ուսուցչին, մարդու, ով կոփում է մեր մարմինն ու ոգին։ Դուք ոչ միայն ձեր հասակով եք վեր խոյանում, այլև ձեր տեսակով եւ մարդկային բարձր արժեքներով։ Դուք մեզ սովորեցրել եք, որ իսկական հաղթանակը գալիս է սեփական անձի հանդեպ տարած հաղթանակից։ Շնորհակալություն, մեզ ոչ միայն սպորտային հմտություններ սովորեցնելու, այլև մեր մեջ ամուր բնավորություն եւ անկոտրում կան կոփելու համար։ Դուք մեր առողջության եւ ուժի ուսալի ուղեկիցն եք։ Շնորհակալություն ընկեր Ավագյան։ Ընկեր Հակոբյան, դուք մեր դասանի բացարձակ հեղինակություն եք, բայց ի տարբերություն բռնապետերի, ձեր իշխանությունին նվաճ ներսիրը հարգանքի վրա։ Շնորհակալ ենք, որ մեզ սովորեցիք լինել քաղաքացի, այլ ոչ թե պարզապես բնակիչ։ Թող ձեր հայրենիությունը լինի մենաշնորհայր, իսկ հաջողությունները անսահմանափակ։ Մաղթում ենք ձեր կյանքի սահմանադրության մեջ առաջին հոդվածը լինի միշտ անհոգ շփի։
Սիրելի մայոր Ղազարյան, դուք այն մարդն եք, ու միայն շարքով քայլով մարշ հրահանգից նույնիսկ մեր դասարանի աշակերտները դառնում են օրինակելի զինվորներ։ Շնորհակալություն, որ սովորեցնում եք մեզ տարբերել աչածախից, ոչ միայն շարքում, այլև կյանքում։ Դուք մեր դպրոցի գլխավոր շտաբն եք, իսկ ձեր դասերը մեր կամքի ուժի լավագույն պոլիգոնը։ Շնորհակալություն ձեր զինվորական համբերության համար։ Թող ձեր կյանքում լինեն միայն հաղթանակներ, իսկ տագնապները լինեն միայն ուսումնական։ Շնորհակալություն ընկեր Ղազարյան։ Սիրելի ընկեր Աթանյան, դուք մեր դպրոցական աղմուկի մեջ միակ մաքուր ակորդն եք։ Ձեր դասերին մեր կյանքը մի նորից դառնում է մաժոր, իսկ ձանձրույթը ենթարկվում է ֆորտիսիմո հարվածի։ Շնորհակալություն, որ սովորեցիք մեզ չկորցնել կյանքի ռիթմը եւ միշտ լինել յադի մեջ։ Կես Ստեփանյանը մեր դպրոցի պրոֆեսորն է, ով միշտ մեզ օգնել է արագ մտածել եւ ճիշտ լուծումներ գտնել։ Սիրելի ուսուցիչ, դպրոցական տարիների մի այս ծրագիրը մոտենում է իր ավարտին։ Շնորհակալություն, որ մեզ սովորեցիք համակարգչով աշխատել։ Դուք այն ուսուցիչն եք, ում հետ մեր կապը միշտ հասանելի է եւ ամուր։ Մաղթում ենք, որ ձեր կյանքում ոչ մի վիրուս չլինի եւ ձեր կյանքի երեխաներին միշտ լինեն պայծառ ու լուսավոր գույներ։ Մենք ձեզ շատ սիրում ենք եւ հուսով ենք, որ դուք երբեք մեզ դերեի չեք անի ձեզ։ Մեր սիրելի ուսուցչական անձնակարգ, այսօր մենք մեր սրտի խորքից շնորհակալություն ենք հայտնում ձեզանից յուրաքանչյուրին։ Մենք ուզում ենք առանձնահատուկ երախտագիտություն հայտնել այն ուսուցիչներին, ովքեր թեև մեզ ուղղակիորեն չեն դասավանդել, բայց այս տարիներին եղել են մեր կողքին։ Շնորհակալ ենք, որ ձեր ներկայությամբ կերտել եք մեր կրթօջախի վեր մթնոլորտ։ Մեր դպրոցի կախարդական աշխարհի միակ դիրականներն ու գրքերի լավագույն ընկերները։ Հարգելի գրադարանավարներ, ընկեր Լիաննա եւ ընկեր Տաթև։ Շնորհակալություն, որ համբերատարությամբ դիմանում եք մեր կորած էջերին եւ միշտ գտնում եք այն երգը, որը մեզ հենց այդ պահին պետք է։ Ձեր կյանքի պատմությունը լինի բեսթելեր, դիմի այն հաջողություններով եւ բարի ավարտներով։ Այսօր մենք ուզում ենք մեր սրտի խորքից շնորհակալություն հայտնել մեր դպրոցի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներին, առանց բացառության։ Ձեզանից յուրաքանչյուրն իր լուռ ու անխոնջ աշխատանքով տարիներ շարունակ ապահովել են մեր առօրյայի հարմարավետությունը, մաքրությունն ու անվտանգությունը։ Շնորհակալ ենք ձեզ բոլորիդ ձեր հոգատարության, բարության եւ ամենօրյա նվիրումի համար։ Սիրելի Լիաննա քույրի, դուք այն մարդն եք, ով ամեն օր դիմավորում է մեզ մաքրությամբ եւ թարմությամբ։ Շնորհակալություն այն անտեսանելի, բայց այնքան կարևոր աշխատանքի եւ այն համբերատարության համար, որով դիմանում եք մեր աղմուկին եւ թափթփվածությանը։ Շնորհակալ ենք, որ մեր թողած հետքերը վերացնում եք լռությամբ եւ ժպիտով։ Բայց դուք կերտեցիք մեր բեմական կերպարը եւ մեր հաշտի վարձին հոգի տվեցիք։ Շնորհակալ ենք, որ մեզ սովորեցիք ոչ միայն պարային քայլեր, այլև օգնեցիք զգալ երաժշտության եւ շարժման ներդաշնակությունը։ Շնորհակալ ենք մեր ամեն մի քայլը կատարյալ դարձնելու համար։
Ժամանակի շնորհակալություն ենք ուզում մաղթել մեր բեմի զարդարանքի հեղինակին, Տաթև Մարգարյանին։ Այսօր մեր տոնն ավելի վառ ու հեքիաթային չէր լինի, եթե չլիներ մեր բեմի կախարդական ձևավորումը։ Շնորհակալ եմ ձեր ստեղծագործության մտքի եւ մեզ տոնական տրամադրություն պարգևելու համար։
Ինչու է այսպես սիրտս թրթռում, երբ մոտենում է ժամը բաժանման։ Կարծես ոչ մի տեղ էլ չեմ գտնի այս դպրոցի նման հարազատ օջախ, չէ՞ որ դպրոցն է իմ երկրորդ տունը, կարծես անտուն եմ դարձել ես հիմա։ Վարդերի բուրմունք, հույզերի արցունք, սիրելի դեմքեր, ժպտացող աչքեր, այսօր գարուն է համայն աշխարհում, այսօր մեր վերջին զանգն է ողանջում, այսօր կարոտ կա մեր հոգու խորքում, ուզում ենք այսօր ասել բոլորը, ինչ որ չենք ասել մեկին նտարում։ Ուզում եմ այսօր լինել հեռատես ու պարզ-շատ խոսքեր ասել, խոսել գալիքից, ապագայից, կյանքից, խոսել ձեզ ջերմ հայրական վերաբերմունքից։ Ուզում եմ այսօր ձեզնով գոյանալ, ձեզնով հիանալ ու ձեզ ջերմ ժպտալ։ Ուզում եմ այնպես գովել, գտնել խոսքեր այնքան այնին, այնպես ինչպես չի գովել ոչ մի սանդերել ուսուցչի, և դեռ երեք աշխուժ ուղել, այսօր կանգնած ձեր առաջ, մեծացել եմ ու հասկացել, որ ծնող եք եղել դուք մեզ։ Ու եկավ պահը, որ մենք բաժանվենք, հրաժեշտ է խոսք հիմա ձեզ կասենք, մեր շատ սիրելի դասեք թանկագին, թող շփիտ լինի հավերժ ձեր դեմքին։ Ուրեր որ տանի ճանապարհին ասմես, հավատացեք, որ միշտ կհիշենք ձեզ, մեր սրտերում միշտ մի վաղուշի պես, ձեզան ժամանակ ու հավերժ կպահենք։ Տնօրեն սիրելի, եղել են պահել, որ բարկասել են, քիչ էլ վշտացել, այս հավատացեք, դիպկամ չեն կարել, չէ որ քիչ թե շատ մանուկ եք եղել։ Այսպես դպրոցում ենք մենք հասականել, 9 տարվա այս երկայերթում, մենք հասեցինք շատ բան սովորել, շնորհակալ ենք մենք ձեզ, մեզ շատ սիրելու, մեզ ներելու, պաշտպան կանգնելու, մեր կողքին լինելու ու հասկանալու համար Տիկին Մարգարյան։ Ուսուցիչ բարի, քանի սերունդ եք կյանք ճանապարհել, բանիմաց ու թանկ ձեր խրատներով, բազմաթիվ մարդկաշ հոգիներ կրթել, բաշխելով նրանց ավյուն ու կորով։ Որպես երաշխիք, ձեր արած գործի, ձեր առջև հպարտ խոնարհվում ենք մենք։ Այս մեծ աշխարհում ուր եք որ լինենք, ձեզ միշտ կհիշենք և կկարոտենք։ Շատ սիրելի ուսուցիչներ, մենք գնում ենք, դուք մնում եք, ներողություն, որ տվել ենք ձեզ նեղություն, որ ձեզ հաճախ չենք հասկացել, չենք մտածել, սակայն ուր էլ լինենք կյանքում, ապրելու եք դուք մեր հոգում։ Իսկ քեզ սիրելի ու լավ դասընկեր, թեկուզ որ ասնեն տասնյակ տարիներ, մեկ է կհիշեմ մեր օրերը խենթ, որ ցավոք ետ էլ չեն կարող բերել, միշտ հիշելու եմ դպրոցական երազն այս մեծ, մնաս բարով դպրոց, միշտ կհիշեմ քեզ։ Վերջի զանգը մեզ համար նոր սկիզբ է։ Մենք, որպես նոր սերունդ, գիտակցում ենք խաղացան գինն ու արժեքը։ Մեր մաղթանքն է, որ յուրաքանչյուրը փոքրնավորություն ունենա սովորելու խաղ երկնքի տակ, և ոչ մի դպրոցականի երազանք չընդհատվի։ Թող այս զանգիչները սփռեր բարություն և լույս, խաղաղություն մեր հայրենիքի և ողջ աշխարհի։ Դոկտորեն զենքերը աշխարհում համար, որ չի միայն այս զանգը հասնա, որպես ավետից, որպես հաղթանակ, որպես խաղաղության հավերժ շիշեր։ Գողաժն այս վերջին թող լինի սկիզբ, որ այսօր բացվի մի նոր լուսաբաց, թող այս աշխարհում չլինի շարիկ ու մանուկները միշտ տեսնեն բարիք։ Եթե աշխարհի ճանապարհները լինեն միայն միակողմանի, լոկ գալու համար եւ ոչ գնալու, բայց բիր երկնքի աստղագիր թղթին իր վարկենական վարձերագրով շանտն է վերցին ինքնաշարժ գրում, ասես պետի պես ստորագրում, այն պետի, որի մականուն է կյանք, անունն անհրաժեշտ։ Մենք պիտի գնանք, բարի ճանապարհ։ Կյանքի վճռական բոլոր պահերին միշտ էլ լռում են մի քանի րոպե։ Այդպես է նաև ճանապարհելիս, և կարճ են խոսում ճանապարհելիս նաև հապշտան։ Ահա թե ինչու, հոգուս խորքում և լեզվիս վրա բազմակետերն են խոսքերին հաղթում, և երիտասարդ ենք, հավատարիմ մեր ուսուցիչներին, որոնց հաճախ ցավ ենք տվել, բայց որքան անց այդքան ցավով խելքի եկել։
Տարբերել ենք մամուր կանաչ, էժան ու թանկ, սեր ու գյուտանք, եկեք փութանք, որ չսպառնա նրանց սիրուն ոչ մի վտանգ, և հավատանք, որ մեր կյանքում բախտի նման նրանց գտանք։ Սիրելի ուսուցիչներ, մենք խոնարհվում ենք ձեր առջև ու դա թող փոխարինի այն խոսքին, որ հուզմունքից դեմ է առել մեր կոկորդում եւ արցունք դարձած հոսում է մեր աչքերից, իսկ մեր միտքը կարծես թե գոռում է։ Չեմ ուզում խոսքերը, բայց այժմ ստիպված ենք ասելու մնաք բարով։ Մայր բնությանը եւ մեր մայրերին, ուսուցիչներին եւ ընկերներին, որպես հարգանքի շարունակություն միասին հայտնենք շնորհակալություն։
ինչպես, ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոցական, այ հուսակ նստարան, ինչ երազեր, ինչ անուչ, թե կատակեր և թե լուչ, թե հեքիաթ կախարդական, և թե կյանքեր Կարոտելու ես դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած, մնաք բարով Եվ ինձ հետ միշտ կմնա անմոռաց անբաժան հուշերը դպրոցական օրագիր պահարան ինչ ուրախ էր ինչ անհոգ թե ձմեր և թե շոգ թե տանիք էր հայրական և թե տուն նավիրական Բայց այսօր արիր ու տես, ես կարծես սիրում եմ քեզ, ու հնչեց զանգը հնչեց, ու հնչեց վերջին անգամ, վերջին ծաղիկներով, մի քիչ բաց աչքերով, կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած մնաք բարով Ու հնչեց զանգը հնչեց, ու հնչեց վերջին անգամ, վերջին ծաղիկներով, մի քիչ բաց աչքերով, կարոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած մնաք բարով Ու հնչեց զանգը հնչեց Հնչեց վերջին անգամ, վերջին ծաղիկներով, մի քիչ բաց աչքերով, կարոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած, պիտի գնամ մնաք բարով Մեծարգո փոխմարզպետ, հարգարժան համայնքապետ պարոն Մաթևոսյան, Հայքի հիմնական դպրոցի տնօրինություն, ուսուցիչներ, ներկաներ, ծնողներ և իմ թանկագին աշակերտներ։ Դեռ թարմ են հիշողություններս, ինչպես 5-րդ դասարանում ստանձնեցի այս դասարանի դասղեկի պարտականությունը։ Անկեղծ լինենք, մեկնարկը հեշտ չէր։ Դուք ըմբոստ էիք, կռվարար, երբեմն անկառավարելի։ Մենք անցանք բազմաթիվ փորձությունների միջով, հուզական բախումների միջով։ Յուրաքանչյուրի հետ անհատական զրույցները, ձեր ներաշխարհը բացահայտելը
եւ քայլ առ քայլ իրար հասկանալը դարձան իմ առօրյայի անբաժան մասը։ Եվ այսօր նայելով ձեր աչքերին տեսնում եմ ամենագեղեցիկ պտուղը իմ երկար տարիների հետևողական աշխատանքի։ Մենք կառուցեցինք մի կամուրջ, որը հիմնված է անսահման վստահության եւ անկեղծ սիրո վրա։ Դուք դարձաք իմ առօրյայի շնչառությունը, իմ մտքերի մշտական ուղեկիցը։ Այդ ճանապարհը պատվով հաղթահարելու համար առաջին հերթին խորին երախտագիտությունս եմ հայտնում մեր վայքի հիմնական դպրոցի տնօրինությանը եւ ուսուցչական կազմին։ Շնորհակալ եմ սիրելիներս, որ օգնեցիք կերտելու նրանց այսօրվա կերպարը, ներողամիտ գտնվեցիք նրանց սխալների հանդեպ։ Առանձնահատուկ շնորհակալություն մեր դասվարին, Տիկին Ստեփանյանին, ով դրել է այս դասարանի կրթության հիմնաքարը։ Շնորհակալ եմ բոլոր ծնողներին, առանց բացառությունների։ Սակայն թույլ տվեք այսօր 3 առանձնահատուկ շնորհակալություն առանձնացնել։ Կարծում եմ իմ ծնողները եւ դասարանը ինձ հետ կհամաձայնի։ Ծափողջուներով բեմ հրավիրենք մեր ծնողխորհրդի անկրկնելի Ռուզաննա Գևորգյան ծնողխորհրդի նախագահին։ Քո անսպար եռանդի, նվիրումի, պատասխանատվության շնորհիվ մեր դասարանական կյանքը դարձավ առավել կայացած եւ կայուն։ Եվ թույլ տվեք իմ կողմից Ռուզաննային պարգևատրել շնորհակալագրով կարդամ բովանդակությունը։ Վայքի հիմնական դպրոցի 9-րդ B դասարանի կողմից շնորհակալագիր է տրվում ծնողական խորհրդի նախագահ Ռուզաննա Գևորգյանին տարիներ շարունակ դասանի կողքին կանգնելու, անխոչ նվիրումի, կազմակերպչական բարձր պատասխանատվության եւ դպրոց-ընտանիք կապն ամուր պահելու համար։ Երկրորդ շնորհակալագիրը ցանկանայի փոխանցել մեր ճանապարհների ուղեկցին Գևորգին։ Բոլոր էքսկուրսիաներն ու արշավները հնարավոր չէ պատկերացնել առանց ձեզ։ Շնորհակալություն ձեր հոգատարության, համբերության եւ միշտ մեզ անվտանգ տեղ հասցնելու համար։ Շնորհակալագիր տրվում է Գևորգ Ստեփանյանին մեր դասարանի բոլոր ճամփորդությունները հուսալի, անվտանգ եւ անմոռանալի դարձնելու, ինչպես նաեւ տարիներ շարունակ մեզ բարի ուղեկից լինելու համար։ Երրորդ շնորհակալագիրը տրվում է մեր հիշողությունների պահապանին Էդվարդ Գասպարյանին։ Շնորհակալություն, որ մեր կյանքի ամենապայծառ պահերը նկարահանեցիք, պահպանեցիք, այսուհետ մենք դրանք ունենանք ոչ միայն մեր մտքերում, մեր հուշերում, այլ նաև մեր ընտանեկան ալբոմներում, ինչպես նաև շնորհակալություն մեր ավարտական ալբոմները ստեղծելու համար։ Շնորհակալագիր տրվում է Էդվարդ Գասպարյանին դպրոցական լավագույն ակնթարթը հավերժացնելու, ձեր տեսախցիկի հայացքով մեր աշակերտների մանկությունն ու պատանեկությունը կանգնեցնելու և մեզ անգնահատելի հուշերի արխիվ պարգևելու համար։ Ինչ վերաբերվում է իմ թանկագիններ, ձեզ մաղթում եմ բարի երդ։ Կյանքի այս նոր ճանապարհին ուր է ձեզ տանի ճանապարհը, թող այն լինի լուսավոր։ Մաղթում եմ, որ ձեր ճանապարհին մշտապես հանդիպեն այնպիսի մարդիկ, ովքեր
Նույնքան անմնացող կսիրեն ձեզ, որքան ես։ Բայց մինչ հրաժեշտ տալը ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել ձեր դասղեկի ամենասիրելի ու կարևոր պատգամը։ Ընկերությունը թանկագին արժեք է, եղեք ընկերասեր և միասնական։ Այս կյանքում ամեն ինչ անցողիկ է, սակայն մարդկային ջերմությունն ու ընկերոջ ամուր ձեռքը միշտ օգնելու են ձեզ դժվար պահերին։ Բարի երթ, բարի ճանապարհ, իմ սիրելիներ։ Ձեր համբերությունը չչարաշահելու համար ես չկրկնվեմ պարզապես մեր հրաշքներին իրենց կրթության աստիճանն ավարտելու, դեռ իհարկե չեն ավարտել, բայց իրավույս են, որովհետև ունեն փայլուն առաջադիմություն, ավագ դպրոցներ, քոլեջներ, կրթական երրորդ աստիճանը դռները բացելու համար ձեզ մաղթում եմ տնկունություն, բանիմացություն, սեր միմյանց նկատմամբ, իմ բարեմաղթանքները ես մի փոքր ուշ կհղեմ ձեզ, բայց քանի դեռ ավելի ճիշտ քանի որ այսօր ավարտում է նաև պարոն Նացականյանի թողնիկը, մենք սիրով խոսափողը փոխանցում ենք պարոն Նացականյանին, որից հետո մեր շատ սիրելի Հայաստանի Հանրապետությունում իրավունք է վերականգնում ինձ ասելու, որ երկրորդ նմանօրինակ համայնքապետ չունեցող համայնքի ղեկավարի ուղերձը կկարդա Տիկին Մկրտչյանը։ Ճիշտ ասած, ես չի պատրաստում ելույթ ունենամ, նախորդ դա մտածված չէ, բայց եթե չգիտեմ խոսքերը երբ որ գալիս են, երբ որ մարդը ցանկություն է առաջանում մարդու։ Առաջին հերթին ուզում եմ բոլորս բարձր ծափերով ողջունել Վայքի հիմնական դպրոցի ողջ կոլեկտիվի, աշխատակազմի։ Հետո նաև մեր աշակերտների, որովհետև աշխատակազմի այդ դիմելով Վայոց ձորի ամենամեծ դպրոցը թվականակով յուրաքանչյուրը իր օղակում աշխատել է շատ բարեխիղճ, որ այսօր մենք հիմնականում այսպիսի դեպքեր չենք ունեցել, որի համար կարող ենք այսօր ափսոսանալ։ Բոլորին առողջություն եմ ցանկանում եւ ուզում եմ անձամբ շնորհավորել մեր երեխաներին։ Երեխաներ ջան, ուզում եմ ձեզ շնորհավորել ուսումնական դասընթացները ավարտելու կապակցությամբ, որովհետեւ արդյունքում դուք ունեք փորձություն եւ ավելի քան վստահ եմ այսքան մարդիկ հավաքված, այդ փորձությունը դուք փակով կկատարեք եւ այսքան մարդկանց բաց շախատով կասեք, այո, մենք բոլոր փորձություններին պատրաստ ենք դիմակայելու։ Շնորհավորում եմ ծնողներին, գիտեք, երբ որ ընտանիքում երեխա է ծնում, ծնողները դրան երեխայի հետ կապված բազմաթիվ նպատակներ են դնում։ Ինձ թվում է ավելի քան վստահ է, որ այս էլ մի նպատակ է, որ այսօր իրականացավ եւ ուզում եմ, որ բոլոր երեխաների ծնողները ինչ նպատակ ունեն կապված իրենց երեխաների հետ, առաջ խոչընդոտի իրականանան, իսկ եթե ճամփում կլինեն խոչընդոտել, թող դրանք լինեն հաղթահարելի։ Շնորհավորում եմ բոլորին։ Նաև մեր դասվար Ընկեր Ստեփանյան։
հարգարժան համայնքապետ, հարգելի հյուրեր, հարգելի վայր հիմնական դպրոցի տնօրեն Տիկին Մարգարյան, հարգելի ուսուցիչներ, տնօրներ, ներկաներ։ Ես ուզում եմ մեծագույն սիրով և ջերմորեն շնորհավորել բոլորիս այս տոնի կապակցությամբ։ Իրավամբ այսօր տոն է։ Տոն է, որովհետև վայքի հիմնական դպրոցի 9-րդ ցուցիչները փոխում են կրթական աստիճանը և փոխադրվում են ավագ դպրոց։ Ես նորից ու նորից շնորհավորում եմ բոլորիդ և մեզ բոլորիս և մեր շրջանավարտներին այս տոնի կապակցությամբ, բայց խոսքս առանձնահատուկ ուղղեմ իմ սիրելիներին։ Սիրելի 9-րդցիներ, երբ նստած տեղից լսում էի ձեզ, հետևում էի ձեզ, ձեր ելույթները, ակամա հիշեցի այն պահը, երբ դուք առաջին անգամ ոտք դրեցիք ձեր կրթօջախի շեմին։ Ու կարծես դա դեռ երեկ էր։ Հիշում եմ, թե ինչպես դեր անմեղ անկեղծ հայացքներով, դեր զարմացած, շփոթված, մի քիչ էլ վախվորած աչքներով փնտրում էիք մեկին, ով պետք է ձեզ ուղեկցեր առաջին դասարան։ Իսկ ինձ տրված էր կրծե դպրոցում ձեզ դասավանդելու առաքելությունը։ Ինչ խոսք, ես ուղեկցեցի ձեզ դասարան, մաղթելով բարի գալուս, բայց այսօր իմ սիրելիներ, ես չեմ եկել ձեզ ասելու բարի գալուս, ես ուղղակի ձեզ այսօր պիտի ասեմ, գնաք բարով սիրելի 9-րդցիներ։ Թող ձեր ոտքը ավագ դպրոցում կամ որևէ այլ ուսումնական հաստատությունում լինի բարի։ Գնացեք և տարեք ձեզ հետ ձեր դպրոցի ամենաջերմ հիշողությունները, ամենաքաղցր հուշերը, գնացեք, տարեք ձեզ հետ ամենալավը։ Բարի երդ, հաջողություն, իմ Եվ ինչպես 5 տարի առաջ մեր բաժանումը տեղի ունեցավ, ձեզ ճանապարհում էի միջին դպրոց, այսօր էլ ուզում եմ կրկնվել և միտքս ամփոփել այսպես։ Ինչքան որ հուր կա իմ սրտում, բոլորը ձեզ։ Ինչքան ծաղիկ վար ու խնդում, բոլորը ձեզ, բոլորը տան, ինձ ոչ մի հուր թող չմնա, բոլորը ձեզ, բոլորը ձեզ, բոլորի ամուր գտնում և խոսքը տրամադրենք համայնքապետանի ղեկավարի խորհրդական, համայնքի ղեկավարի խորհրդական Նինե Մկրտչյանին։ Հարգելի հյուրեր և ներկաներ, հարգելի մանկավարժներ, հարգելի ծնողներ, սիրելի շրջանավարտներ, ողջունում եմ բոլորիս այս գեղեցիկ հիշարժան օրվա կապակցությամբ, սիրելի շրջանավարտներ, այսօր դուք հրաժեշտ եք տալիս Վայքի հիմնական դպրոցում ուսումնառության ձեր այն անհոգ տարիներին։ Ձեզ եմ ուղղում իմ լավագույն մաղթանքները։ Այսօր դուք թևակողում եք կյանքի մի նոր փուլ,
որը որ լի է բազմաթիվ դժվարություններով, բազմաթիվ նաև հիասթափություններով։ Ես ձեզ մաղթում եմ միշտ հպարտ եղեք, որովհետև հպարտ մարդը քիչ տերություններ է ունենում։ Միշտ հիշեք, որ դուք եք մեր երկրի ապագան եւ ձեզնով է պայմանավորված մեր երկրի եւ հզորացումը, եւ բարօրությունը եւ նաեւ զարգացումը։ Վերստին շնորհավորելով ձեզ, մաղթում եմ ձեզ բազում հաջողություններ, այնպիսի հաջողություններ, որոնք որ կարող են փառավորել եւ մեր համայնքը եւ իհարկե մեր երկիրը։ Ձգտեք լավագույնին։ Ես վստահ եմ, որ դուք ձեր արժանի տեղը կգտնեք մեր երկրում։ Ես վստահ եմ, որ դուք աշխարհի որ ծայրում են լինեք, կթողնեք ձեր արժանի հայի հետքը։ Հարգելի հյուրեր եւ ներկաներ, պատիվ ունեմ այսօր ձեզ եւ նաեւ մեր սիրելի շրջանավարտներին հղելու Բայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի կապակցությամբ։ Հարգելի մանկավարժներ, ծնողներ, սիրելի շրջանավարտներ, Սրտան շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ եւ հիշարժան օրվա կապակցությամբ։ Սիրելի շրջանավարտներ, այսօր դուք ավարտում եք ձեր կյանքի կարևորագույն փուլերից մեկը, հիմնական դպրոցը, եւ ձեր կյանքի ճանապարհին կատարում եւս մեկ կարևոր քայլ։ Այսօր դուք կանգնած եք նոր ընտրությունների եւ հնարավորությունների շեմին։ Վստահ եմ, որ ձեր ստացած գիտելիքները, դաստիարակությունն ու մարդկային արժեքները կօգնեն ձեզ դառնալ արժանապատիվ քաղաքացիներ եւ ձեր ներդրումն ունենալ մեր համայնքի եւ հայրենիքի զարգացման գործում։ Մաղթում եմ, որպեսզի միշտ պահպանեք ձեր ուսուցիչների տված խորհուրդներն ու մարդկային բարձր արժեքները, սիրեք ձեր հայրենիքն ու համայնքը եւ ձեր հաջողություններով նպաստեք մեր երկրի զարգացմանն ու հզորացմանը։ Շնորհակալություն եմ հայտնում ուսուցիչներին տարիների նվիրական աշխատանքի, համբերատարության եւ սերունդ կրթվելու պատասխանատու առաքելության համար։ Ձեր ամենօրյա ջանքերի շնորհիվ ձևավորվում է գիտակից եւ կրթված սերունդ։ Շնորհակալություն նաեւ ծնողներին իրենց հոգատարության, աջակցության եւ անվերապահ սիրո համար։ Սիրելի շրջանավարտներ, թող ձեր ճանապարհը լինի լուսավոր, նպատակները բարձր, իսկ հաջողությունները շարունակական։ Համարձակ երազեք, վստահ քայլեք առաջ եւ երբեք մի կորցրեք հավատը ձեր ուժերի նկատմամբ։ Թող այսօրը մնա ձեր հիշողության մեջ որպես կյանքի ամենագեղեցիկ եւ հուզիչ էջերից մեկը։ Այսօրվա ձեռքբերումները թող դառնան վաղվա մեծ հաջողությունների սկիզբը։ Բարի երթ եւ խաղաղ ու հաջող ապագա ձեզ։ Շնորհակալություն։ Հարգելի ներկաներ, քանի որ Վայոց ձոր մարզի ամենամեծ դպրոցն է եւ Աստված պահի մեր շահառուներին, ավարտվեց 9-րդ դասարանի ցերեկույթը, սիրով բեմահարթակը հանձնում ենք հաջորդ դասարաններին։ Բարի երթ ձեզ, իմ անձրուներիներ, ուր որ գնաք, պահպանեք ձեր դեմքն ու դիմագիծը, ուր որ լինեք, եղեք մարդ, որովհետև այս կյանքում եթե կա դժվարություն, կան նաև հաղթանակներ, հաղթանակներ ձեր ճամփից փռվեն, ու գարունները գան ու չգնան, բարի երթ ձեզ։ Գտնում եմ, մեր բոլոր շնորհավորանքները դրդում, որովհետև եթե բեմում լինի, հաստատ
այսօր կմնաց դերսում, սիրուն գեղեցիկ